2025 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսգրքում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնք իրենց մեջ պարունակում են բավականին լուրջ ռիսկեր։ Մասնավորապես, առաջինը, հարկային մարմինները այլևս գալիս են ստուգման ոչ միայն տարեկան ռիսկային ցուցանիշներով, այլ առաջնորդվելով ներքին համոզմամբ։ Ստացվում է, որ եթե հարկային մարմինը գտավ, որ դուք կասկածելի տնտեսվարող սուբյեկտ եք, կարող է մտնել եւ ձեզ մոտ ստուգում իրականացնել։ Իսկ սա համաձայնվեք արդեն հղի է մի շարք կոռուպցիոն ռիսկերով եւ այլ վնասակար հետևանքներով։ Երկրորդը, այլևս հարկային մարմիններն իրավասու են մտնել տնտեսվարողների մոտ եւ ասել՝ դուք ունեք X ապրանքներ, ձեռք եք բերել Y ապրանքներ եւ իրացրել եք Z ապրանքներ։ Ցույց տվեք դրանց ապրանքային մնացորդը եւ փաստաթղթա շրջանառությունը։ Այսինքն ստացվում է, որ նրանք ազատորեն կարող են մտնել եւ ապրանքների ստուգում իրականացնել ցանկացած տնտեսվարողների մոտ։ Եվ երրորդը, հարկային տեսուչներն այլևս իրավունք ունեն տեսանկարահանելու ստուգման ողջ գործընթացը եւ հնարավոր է դա օգտագործվի ձեր դեմ վարչական դատարանում։ Այնպես որ չափազանց կարևոր է իմանալ ձեր իրավունքներն ու պարտականությունները։ Ուստի եւ հորդորում ենք առնվազն օգտվել հետեւյալ իրավունքներից. լռելու իրավունք, ձեր կամ ձեր հարազատի դեմ ցուցմունք չտալու իրավունք եւ վարույթի նյութերին ծանոթանալու իրավունքից։ Այսինքն առնվազն պահանջեք ձեզ ներկայացնեն ձեզ վրա բերվող վարույթի նյութերը եւ եթե որևէ փաստաթուղթ ստորագրում եք, անպայման ստիպեք, որպեսզի հնարավորություն ընձեռեն առարկություն ներկայացնեք այդ փաստաթղթի տակ, եթե ունեք այդպիսիք։ Ձեր ռիսկերը մեծապես կնվազեն, եթե դիմեք իրավաբանական աջակցության եւ ամբողջ ստուգման գործընթացը ուղեկցվի բանիմաց եւ փորձառու իրավաբանների կողմից։